Ինչպես հասկացաք մարտի 21-ին, 26-ին և 28-ին, 19:30 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա Հայկ Պետրոսյանի Կոմիտաս ձայնաշխարհ ներկայացումը, նվիրված Կոմիտաս վարդապետի կյանքին և գործին, հայկական երգարվեստին, մշակութային ինքնությանը և մերօրյա իրականությանը։ Այս ամենի մասին էլ խոսելու ենք մեր հյուրի հետ, անչափ սիրված, սպասված երգիչ երգահան դերասան բեմադրիչ Հայկ Պետրոսյան։ Բարի օր, Հայկ։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Դու այն արտիստներից ես, ում թերևս շատ են սիրում։ Այսպես բան չհնչի, բայց դա կարող եմ ասել ես։ Շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Մերսի հրավերի համար, մերսի սիրուն ներկայացնելու համար։ Միայն թե ես միշտ փորձում եմ այսպես բերեմ եմ մտքին ինչ-որ կա էլի, մեկ-մեկից ներկայացնում եմ դիվանագետ, ամեն ասում եմ, որ միջազգային հարաբերությունները ավարտել եմ, այդ դեռ դիվանագետ չէ։ Ֆրանսիական բարեկամության։ Ես մի քիչ ինչ-որ ստենդափ բան եմ խմբագրում, բեմադրիչ չեմ, ես մի քիչ։ Ամեն ինչից մի չէ, դե մի համեստություն արեք, Հայկ ջան, պետք չէ։ Բա որ հիշեցնեմ Վարդան Պետրոսյանի էլ որդին էր արդեն ամեն ինչ։ Այդ մենք չգրած չէ, բայց մենք որոշեցինք իմպրովիզացնել։ Իրականում իմ սերը Հայկի հանդեպ գալիս է Վարդան Պետրոսյանից սկսած։ Շատ շնորհակալ եմ, մերսի շատ։ Եկեք խոսենք այս փուլի գործունեությունից, ինչպես է Կոմիտասը ամենաբարդ եւ զգայուն երգարվեստի թեմաներից է, չնայած դուք այսպես Ազնավուրի հետ եք արդեն աշխատել առնվազն նրա ստեղծագործությունների, ինչպես եք որոշում կայացրել, որ պետք է նման ներկայացում լինի։ Վերջին 2 տարվա ընթացքում այնպես գնացին իրադարձությունները, մտքերը, կյանքը, որ սկսեցի ուսումնասիրել Կոմիտաս վարդապետի կյանքը, գործունեությունը այսպես հնարավորինս ինտենսիվ խորացված։ Իմ առաջին վառ մեծ տպավորությունը Կոմիտաս վարդապետի մասին եղել է հորս վերելք ներկայացման ժամանակ, երբ նա վարդապետի կենսագրություններ ներկայացնում։ Այս փուլում ինքը սկսեցի շատ խորացված ուսումնասիրել եւ զուգահեռ երգել, սովորել, ոնց որ մի հատ աշխարհ բացահայտեցի, որ նույնիսկ այն ինչ անծանոթ էր, մի տեսակ հարազատ էր ու մինչեւ հիմա էլ այդ փուլը շարունակվում է, անդադար ու հա պիտի շարունակվի, ինչ որ նոր բաներ սովորելու, նոր բաներ փորձելու եւ այդ գիտելիքը հավաքելու զուգահեռ փորձում եմ ելույթներ ունենալ, մի հատ հասկանալ երգեմ, չերգեմ, կստացվի, չի ստացվի, դժվար է, հեշտ է, մի խոսքով, sense մի ճանապարհ սկսեցի անցնել ու շատ տարբեր ելույթներ եղան, շատ տարբեր փորձեր եղան երեխաների համար, ուսանողների, սարերում, ձորերում, շատ տարբեր տեղեր էլի, համերգասրահներում, տարբեր երգչախմբերի կամ անհատների հետ։ Եվ նաև ներկայացում արեցի երգի թատրոնում, 3 ներկայացում Լուիս Զվարդ, որ էլ այդպես Կոմիտասին նվիրված էր, ու սենց այս ուղին անդադ զարգանում էր, հիմա եկավ հասավ այս Կոմիտաս ձայնաշխարհ կոնցեպտին։ Ինչու ձայնաշխարհ, այս կոմիտասյան ուսումնասիրությունների մեջ մենակ մեր երգը չէ, հազար թեմայի հետ է առնչվում, պատմություն, մշակույթ, պատմագիտություն, ինչ ասես կա, էլի հնագիտություն, լեռներ, ձորեր, ամեն ինչի ձայնը ոնց որ ծես, ավանդույթ եւ այլն եւ ուրախության նոտան, ամեն ինչ կա նրա մոտ։ Այտենց այդ եկած ձայնը ինչ է ձայնը, այս մեր մեջից որ դուրս է գալիս, ինչ կա ընդհանրապես ձայնի մասին, մեր շփման առաջին միջոցն է ձայնը եւ այտենց գիտական տեսանկյունից ինչ է ձայնը, հոգեվոր տեսանկյունից ինչ է ձայնը, ոնց է ազդում մարդու վրա։ Մենք ձայնային աշխարհներում ենք ապրում, պատերազմ, բնություն, քաղաք, խցանում, լարվածություն։ Այս արտաքինից բացի կա նաեւ յուրաքանչյուր մարդու իր ներքին ձայն աշխարհը։ Այն որ դու ինքդ քեզ հետ ես խոսում, հարցեր ես կոմենտում, այդ ներքին ձայն աշխարհի ոնց որ ամենաբարձր կետը ասենք, մարդը անվանում է խղճի ձայն օրինակ։ Շատ հետաքրքիր աշխարհ, էլի սա ընտրություններն են գալու, ասել են տվեք մեզ ձեր ձայները։ Ձեր քաղաքականացինք։ Ժողովրդի ձայն, մի խոսքով կատակամիկում, բայց սա իսկապես հետաքրքիր փիլիսոփայություն է։ Պրիզմայով անցնում։ Ձայնը շատ կոնկրետ ազդում է մարդու վրա, ասենք երեխային նույն բանը չգիտեմ, խիստ ասես, ուրիշ ձև կազդի, մեզ էլ։ Իհարկե, ես դա եմ ասել։ Եվ սկսեցի այս կոնցեպտի շուրջ մտածել, վերլուծել ինչպիսի ձայնաշխարհ է ստեղծել հայ ժողովուրդը հայկական լեռնաշխարհում իր հնագույն դարերից եկած։ Ու սենց սկսեցի երգել, ուսումնասիրել, այս կոնցեպտի մեջ փորձել բացահայտել Կոմիտասին եւ ամսի 21-ին եւ 28-ին ու 26-ին այս ամեն ինչը ներկայացնելու եմ հանդիսատեսին։ Սա լինելու է շատ պարզ հանդիպում, ինքը թատրոնում է, բայց մի տեսակ բեմը
Նախ համազգային թատրոնը նորաբաց թատրոն է, շատ սիրում, շնորհավորում եմ բոլորիս նոր թատրոն կա քաղաքում։ Ֆանտաստիկ է, ես արեցել եմ համար, բոլորին, ովքեր մեծ ջանք են դրել, երազել են այս թատրոնի կայացման գործում, սրտանց շնորհավորում եմ եւ շնորհակալություն հայտնում հնարավորության համար այնտեղ ելույթ ունենալու։ Հրաշալի ակուստիկ պայմաններ կան այնտեղ։ Մի այսպիսի համարձակ որոշման եմ եկել, որ միկրոֆոններ, բարձրախոսներ չեն լինելու, այսինքն հնարավորինս բնական հնչեն երգերը։ Մի հատված կա, որտեղ լինելու է, դա էլ հիմա չբացեմ չափով։ Մի խոսքով, sense ստեղծագործական փուլերի մեջ պատրաստում եմ պրեմիերաների։ Եվ այդ ձայնը, որ գալիս է, ինչ է հուշում։ Շատ տարբեր բաներ, այս երգերի մեջ երևում է հայ ժողովրդի մտածելակերպը, կյանքի մոտեցումները, իրար հետ փոխհարաբերությունները։ Կոմիտաս վարդապետը մի խոսք ունի, որ ասում է երգը հոգու հայելին է։ Սենց շատ պարզ միտք է, բայց որ վերլուծում է շատ բովանդակային է դառնում։ Եվ այդ երգերի մեջ շատ բաներ է բացահայտվում։ Օրինակ, չգիտեմ, սիրելուց ոնց են երգել, օրինակ կարելի է ուսումնասիրել համատել այսօրվա այդ երգերի հետ, ասենք Չինարես կերանալ միար Ինչ հետաքրքիր երանգներ կան աշխատանքի մեջ ոնց են երգել ասենք այդ հո հե հա արդեն այդ սարը ձորը լեռնա զգացվում է հնչյունի մեջ երեխաները օրինակ ինչ երգեր են երգել տեսնում ես մանկական աշխարհը ինչքան հարուստ է, ասենք մի հրաշալի երգ կա, որ մանկական շարական լինի։ Երեխաները արևի համար են երգում։ Արև, արև, արի դուս, քեզ բերել ենք աչքի լույս։ Մի խոսքով շատ երաժշտական է լինելու այս հանդիպումը, շատ հույսով եմ, որ լիքը բաներ պետք է միասին երգենք։ Ոչ թե ոնց որ հիմա լուր նստած եք մեկ երկուսելի ստեղծագործությունը։ Սա օրինակ է ինչպեսին չպետք է լինի կռունկն է իմ համար, մեզ ամենաֆանտաստիկը կռունկն է ինձ համար։ Այդ երգին օրինակ ես այս 2 տարիների ընթացքում չեմ անդրադարձել, քան հետաքրքիր է երգեր կա, որ զգում ես կարող ես վերցնել երգել, աշխատել, ինչ որ հավաքագրումը ոնց է եղել։ Ստեղծագործական ճանապարհը թերևս պետք եղել նաև որ հասնես այսօր կոմիտաս վարդապետին ի վերջո նաև քո տարիների Ես ամեն դեպքում ինձ սայլենտ գծեմ, ես ինձ դիրքավորում եմ որպես այսպես ուսանող պրակտիկանտ։ Մենք հրաշալի շատ մեծ մասնագետներ ունենք, որոնցից ինքս շատ սովորում եմ եւ մեծ երջանկություն է նրանց ներկայությունը մեր կյանքում, նրանց ժառանգությունը որ կա Կոմիտասի գործը շատ մեծ նվիրյալներ շարունակեցին, լինի երաժշտագիտական տեսանկյունից, նվագի տեսանկյունից եւ այդ աշխարհը ունի իր պահապանները, այսպես ասած, ինչը իսկապես մեծ երջանկություն է։ Սա ես օրինակ կարևորում եմ նաեւ այսօր մենք անդադ խոսում ենք կրթվելուց, մշակույթից, այսպիսի տենդենսներ կան, բայց խորքային ինչ է կատարվում, արդյոք այդ ընթացքը գնում է իսկապես, թե դրանք պաստառային են, միտեղ իրական են, միտեղ չգիտես, եւ ամեն դեպքում մենք բոլորս լինելով շատ տարբեր մարդիկ, որտեղ ամեն մի մարդ մի ձայն աշխարհ է, ամեն մի մարդ մի տիեզերք է, միևնույն ժամանակ մենք չենք կարող այնպես անել, որ բոլորս պարտադիր իրար նման լինենք։ Այսինքն տարբերության մեջ է հարստությունը նաև։ Սակայն մեզ պետք են ինչ-որ ձևեր, որ մենք կարողանանք նույնականանալ իրար հետ։ Եվ երգը այս խառը ժամանակներում, որտեղ անդադ գաղափարներ են բախվում, բարդ է մի տեսակ աղճատված երգը իր պարզությամբ շատ ավելի հեշտ է կապում հայերին իրար հետ։ Օրինակ, որ ճառ ես ասում, ինքը մի քիչ ժամանակ է պահանջում լինելով այսինքն միևնույն ժամանակ այդ իր արժեքը չի դրանից թուրան։ Երգը այդ ճանապարհը շուտ է ավելի անցնում։ Նախընտրական հուշումներ է անում Հայկը նաև ձեռի հետ էլ թե ճառը փոխարեն զանիչպատի Չէ, խնդրում եմ, էլի խնայեք բոլորիս եւ պետք է։ Օրինակ որ ասում ես, չգիտեմ, ամպելաձուն չի գալի շողեր ջան, սահարիցը մի անգամից զգացմունքային մի աշխարհ է ստեղծվում, հա։ Եվ այս երգերը շատ հրաշալի կլինի, որ տարածվեն, շատ անեն եւ այդ յուրաքանչյուր մարդ կարող է անել իր չափի մեջ, իր ձևի մեջ։ Իդեպ ես նկատել եմ մանկապարտեզներ, նախադպրոցական հաստատություններում կոմիտաս են երեխաներին սկսել։ Օրինակ իմ բալիկները գալիս են, զարմացած ու հիացած լսում են, որ դաստիարակները կոմիտաս են տարածում ու շատ հավես են երգում։ Այս վերջերս Էջմիածնում մի հանդիպում էր այդպես կազմակերպվել մշակույթի պալատում, մի 400-ից ավել երեխաներ են եկել մանկավարժներ ծնողներ
այնքան երգեցինք երեխեքի հետ իրար հետ, ասենք չեք պատկերացնի դրական հույզեր, թե։ Հետո որ երեխաների հետ միցեք դու ես երեխա դառնում են, ինչ որ տենց կարող ես poster բաներ թույլ տալ քեզ, որ մենք ասենք մեծ մարդկանցով մեզ այդպեսի բաներ։ Այնպես որ այս աշխարհը երեխաներին երջանկացնում է, երեխաները այդ երգերը լույս հայրիկի կարգավիճակում եք այդքան ասում եք։ Հա։ Ձեր դուստրը ինչպես է արձագանքում, որն է իր ֆավորիտ երաժշտությունը։ Իրար հետ ինչ է երգում։ Այս վերջերս բանն է երգում, գացեք տեսեք ով է, ինքս էլ 4 տարեկան, գացեք տեսեք ով է, կերել թուփ։ Իրաց թեման է։ Էդ ասիլում որ քնելուց հեքիաթ պատմել ես կոմենտում, եք ասում դե լուսնակը երգի քնեմ, տենց լուսնակն անուշ, հով նանուշ, մեծ չքնախ երգ կա։ Ինքը մեր կյանքում էլ է շատ այդպես ջերմություն բերում, ժպիտներ բերում, հույզեր բերում։ Վերջիվերջո մենք մարդ ենք եւ ունենք շատ ապրումներ։ Դա կլինի ուրախության տոնական ապրում, տխրության, հիասթափության եւ այլն։ Այդ զգացմունքները այդ երանգների մեջ ապրում են, դուրս են գալիս, ինչ որ ներդաշնակության են նաեւ բերում մարդուն։ Փոքրիկ կտորներով երգեցիր, անընդհատ սպասում կարող դեռ շարունակում կարող համը բերանից մնում թիզերներ են, անօբացիաներ 26-28 մարտիկ համազգային։ Այո, սա նրա համար է նաև, որ այսպես համը մնա ձեր բերանում, հիշեք։ Մոտիվացվեք եւ գնաք։ Գարունը ճիշտ նոտայով։ Երանգը հուցե։ Գարունը ճիշտ նոտայով է պետք դիմավորել, ինչ գարունը առանց կոմիտաս նաև։ Այդ տրամաբանության։ Ես ետ եմ վերադառնալու իմ հարցին, թե ինչպես է կատարվել հավաքագրումը, ինչպես եք որոշել, որ հստակ այս ստեղծագործությունները պետք է հնչեն։ Օրինակ հետաքրքիր հարց եք տալիս։ Այս օրինակ միջազգային հարաբերությունները ավարտել որ խոսեցինք, այդ ինչ եղավ, ինձ պատմություն միշտ հետաքրքրել է մեր տանը, ընտանիքում պատմության շուրջ խոսակցությունները, այսօր հարազատ նյութեր են եղել։ Եվ օրինակ ասենք Բագրատունիների շրջանը, որ շատ հետաքրքիր է, լրիվ տենց բան էլի, հայկական Game of Thrones-ն է, տենց խառը։ Իդեպ AI-ով այնքան հետաքրքիր ֆիլմեր կան հիմա, հանած իմ բալիկներն են անգամ նայում։ Ինքը շատ էպիկ, շատ բողջ, տենց ամեն ինչ ունի իր մեջ։ Այդ շրջանը օրինակ ուսումնասիրել թագավորական կյանքը, նիստուկացը, այդ ժամանակվա ծեսը, օրինակ այս մտքերը ինձ օգնում են, ասենք թագավորագովք երգելու ժամանակ։ Ինքը հարսանեկան ծեսի երգա թագավորագովքեր շատ ունենք, որ հարսուփեսան թագավոր թագուհի չէ։ Բայց նաև այսպես իսկական թագավորներն են պսակադրվել, ամուսնացել, օրինակ որ երգում ես կատարումը անում ես ու այդ մտքումդ ինչ որ պատկերներ են գալիս պատմական։ 7 գիշեր գնում է։ Ինքը շատ այնց հետաքրքիր է դառնում, այսինքն երգի ընտրությունը երբեմն գալիս է նյութին ծանոթանալով, երգի թեման բացելով, ասենք իրան եթե փեսայի համար ես երգում, այս կատարումը սենց եմ մշակել, 3 տուն է երգը, միքսել եմ ոնց որ Գողթան Մանկտիկի Մեղեդի հետ, այդ Մեղեդից տպավորություններով ինքը սենց ա լինում, մի տուն տենց երգեմ էլի, հո հեյ օրո հեյ արա ինչ բերեմ կենման քո կանաչարև կենման բալասան ծաղիկ որ բացվեր քո արև կենման հեյ արա Մենք վայելեցինք։ Փորձել եմ այնպիսի բաներ մտածել, որ հանդիսատեսնել այդ միջավայրը բացահայտ։ Ինձ հետաքրքիր է, որ երգը միջավայրի մեջ եք բացում։ Օրինակ, ասենք բնությունից խոսք բացենք, հիշենք մեր մանկությունը, ինչ որ անտառ բան, ոնց են գնացել առաջին անգամ, մեկ է պատկերացնենք, որ անձրև է գալիս։ Մատ այդ կտկոց անձրև եկավ շաղալեն Ուրուտերև դողալեն Մեր երգերում մի շատ հետաքրքիր բնական վիճակ կա, որովհետեւ երգերը հենց բնության մեջ չեն ծնվել, որ հիթ դառնան, ասենք տենց էլի, այսինքն ծնվել աղջիկ տեսել է, հրես եկավ իմ աղբեր, երգել են, ուրախացել են։ Այդ բնականությունը շատ հետաքրքիր է այսօրվա այս
ինչ ասեմ, նեյրոաշխարհում, արհեստականը գնացող աշխարհում առանց քննադատական բան եմ ասում, բայց այնպես է որ սրվում է բնականի պահանջը մի տեսակ, դա բնական բալանսավորում է ուզվում եւ ընդհանրապես մեր շփումներում շատ սկսել է բնականը գնալով պակասել էս on-line աշխարհի տիրույթով ամեն մարդ դառնում է մի աշխարհ ամեն ինչում բնականն է մի կողմից մենք շատ տենց սոցիում ենք այսպես ասած մյուս կողմից ամեն մարդ ոնց որ պարփակված մի աշխարհ լինի ինքը իր մեջ որը մի տեսակ համ պաշտպանվելու շերտ է համ այդ իր մտքերի մեջ այդ իր ձայն աշխարհում ապրելու վիճակ է եւ էլի երգը այս տեսանկյունից էլ մեզ կարող է շատ པարզ կերպով կապել իրար որովհետեւ երգը ոչ մի բան չի պարտադրում, ոչ մի բան չի ստիպում, էլի, ինքը թեթև, ասում ես երգի ուզում ես մի երգի, չկա։ Զգալա պետք է։ Կարող ենք ասենք լինում է, չէ, 8 հոգ երգում են, երկուսը նստած լսում են, բայց այն որ մեջն են միևնույն են նրանք։ Չեն էլի, հա։ Իրականում մարտի 21-ին բոլորովին ուրիշ հայք ենք տեսնելու, ուրիշ ասելով ամեն զարմացնում է տրամաբանության շրջանակում։ Ուրիշ բաներ անելու եմ, որ չեմ արել, այո, ինչ որ նորարարական բաներ եմ մտածել ինձ համար, էլի։ Մտածում եմ շի ու հիմա կոմիտաս։ Հա, ինքը շատ ոնց որ ինտերակտիվ բան եմ պատկերացնում, որ միտքը նա որ հնարավորինս երգենք իրար հետ, այդ ձայներով կպնենք իրար։ Մտերիմներով հավաքվում եք, ինչպես ասացիք դուք։ Ինչ որ այս որոշ երգեր, որ մի քիչ փոփոխել եմ, այսինքն ոչ թե երգն եմ փոփոխել, այլ ինչ որ մատուցման որ կոնցեպտներ եմ մշակել։ Ուսամ մարդկանց հետաքրքիր կլինի այս ամենը։ Վստահ ենք, որ անոտացիա արեցինք եւ մենք հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ մարտի 21-ին, 26-ին եւ 28-ին 19:30 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա Հայկ Պետրոսյանի Կոմիտաս ձայնաշխարհ ներկայացումը։ Նախ տեսնելու եք նոր Հայկ Պետրոսյանին, հետո նոր համազգային թատրոնը։ Շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ կենտրոնացնենք։ Շնորհակալություն Հայկ մեր աղավարումները կարվելու համար, լավ որ։ Մերսի շատ։ Տեսություն։